Բարեկալուս Civilnet մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը դիվանագետ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ձեր վերջին ելույթը բավական հետաքրքիր եւ սիմպտոմատիկ էր ազգային ինքնության փոփոխության փորձերի մասին Հայաստանում։ Դրա մասին ինքս էլ խոսել եմ տարբեր մարդկանց հետ, երբեմն նաև որոշակի հրապարակումներով եմ հանդես եկել, բայց փորձենք ձեզ հետ հասկանալ նախ ինչ է տեղի ունենում հիմա եւ ինչի դա կարող է հանգեցնել եւ ազգային մեր ինքնության ներկա մոդելը ինչի է վերափոխվում եւ ինչ է ներկա մոդելը այդ առումով, հա։ Շատ է խոսվում Հայաստանում իրական Հայաստան կոնցեպտի մասին։ Այդ կոնցեպտը դեռևս հստակորեն գրված կամ վերջերս ինչ-որ մի ձև գրված ներկայացվեց դա, բայց դա Նիկոլ Փաշինյանի մեծ հաշվով ելույթների այսպես ամբողջականացումն էր դրա վերաբերյալ, հա։ Դուք ձեր ելույթում խոսում եք նրա մասին, որ այն ճգնաժամը, որին մենք բախվեցինք 2020 թվականի պատերազմից եւ հետո արդեն Արցախի հայաթափումից հետո իշխանությունը փորձեց այդ ճգնաժամին պատասխանել իրական Հայաստան կոնցեպտով, որ մենք այս Հայաստանն ենք 29700 կամ 29800 քառակուսի կիլոմետրի շրջանակներում եւ դրանից դուրս որևէ պարտք ու պահանջ չունենք եւ ավետյաց երկիրը սա է, այլ ոչ թե այս Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքները եւ հայրենիքը ավելի մեծ չէ, քան պետությունը։ Ինչու է կարծում, որ Հայաստանում տեղի ունենում ազգային ինքնության փոփոխություն եւ ինչի դա կարող է հանգեցնել։ Դե որ տեղի ունենում ազգային ինքնության փոփոխությունը իմ կարծելու խնդիրը չի, հարցադրում արված է բացառոչ ձևով եւ ասված է, որ պետք է փոխվի, հետեւաբար ես ոչ թե դիագնոզ եմ տալիս, այլ ուղղակի արձանագրում եմ փաստը։ Ինչ կերպ է դա արվում, դա արդեն ուրիշ հարց է։ Տեսեք, խնդիրը նույնիսկ այդ հարցադրումը չէ, որովհետև եթե մենք հիշենք ավելի մի քիչ գնանք դեպի պատմության խորքը, այդ նույն հարցադրումները Չարենցը արդեն արել է ժամանակին։ Ես Չարենցի մասին մի հաստավոր գիրք եմ գրել ժամանակին եւ Երկիր նայերի այդ վերլուծությունը, որ տալիս ես, ինքն էլ է, չէ՞, այնտեղ գրում այդ մասին, որ կա ուղեղային մորմոք, որ դա կա ուրեմն հոգու հիվանդություն, իրականության մեջ կա մի փոքրիկ Հայաստան, որում մենք ապրում ենք, իրականը սա է եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրը դա չէ, որ այստեղ մի նորություն է ասվել։ Եվ եթե կուզեք, ասենք թե ժամանակին մենք էլ երբ որ քաղաքականության մեջ էինք, մենք էլ ասում էինք, որ պետք է ուրեմն այնուամենայնիվ կենտրոնանանք մեր այսօր ապրվող տարածքի վրա։ Ավելին, երբ որ ասենք թե մենք ասում էինք այդ մասին, ես մտածում եմ, որ մենք հիշում ենք նաև Ալեքսանդր Մյասնիկյանի մասին։ Ինքը Ալեքսանդր Մյասնիկյանը մի շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է մենք ամենայն հայոց կառավարությունը չենք։ Կա ամենայն հայոց կաթողիկոս, բայց չկա ամենայն հայոց կառավարություն։ Մենք այս Հայաստանի կառավարություն։ Մենք Հայաստանի կառավարությունն ենք։ Այսինքն դա նորություն չէ։ Անընդունելին ոչ թե այդ հարցադրումն է, այլ այն ռադիկալիզմը, որով դա արվում է։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ այո, մենք ունենք այսօր կոնկրետ մի հայրենիք, որտեղ որ մենք ապրում ենք, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է այդ հայրենիքը անդամահատենք նրանից կտրելով այն բոլոր ուրեմն հոգևոր իրողությունները, պատմական իրողությունները, ամենայն ինչ որ մեզ համար մեր այսպես ազգային մտածելակերպն է կազմում։ Խնդիրը սա է, այդ անդամահատումն է տարօրինակ, որովհետև տեսեք, կարելի ասել, որ այ դուք ունեք ինչ որ դիցաբանական պատկերացումներ։ Դե հիմա ազգայինը ընդհանրապես կարող է դիտվել որպես կոնստրուկտ, չէ՞, որտեղ բոլոր դեպքերում բոլոր մարդիկ իրենց համար, բոլոր ժողովուրդները իրենց համար պատկերացումներ են ձևավորում, իրենք ասում են մենք սա ենք։ Այդ կապակցությամբ ես հիշում եմ մի շատ հետաքրքիր հոդված, որը գրել է Ռոնալդ Սյունին, մեր հայտնի հայագետը, մեր հայտնի ուրեմն հասարակագետը, որին ցավոք սրտի Հայաստանում բավականաչափ հետապնդել են, չեն սիրել, որովհետև նա բավական սթափ հարցադրումներ էր անում։ Ռոնալդ Սյունին մի շատ հետաքրքիր հոդված ունի, այդ հոդվածը կոչվում է կառուցելով պրիմորդիալիզմ։ Նա ասում է կա երկու մոտեցում ազգայինի նկատմամբ։ Մեկը պրիմորդիալիստականն է, որը համարում է, որ մենք միշտ այսպեսին ենք եղել, սա մեր էությունն է, սա անփոփոխ է, սա միշտ կա։ Մյուսը այն է, որ ազգայինը կոնստրուկցիա է, որ մենք ի վերջո ձևավորում ենք ինչ որ պատկերացումներ եւ ասում են մենք սա ենք։ Օրինակ ի վերջո ուրեմն Վարդանանց պատերազմը դա մի տեքստ է, որը կոնստրուկցիա է տվել, որը մեզ ուրեմն այդ ձևով ձևավորել է։ Հիմա թվում է թե սրանց միջև հակասություն կա։
Սյունին բերում է մի օրինակ, երբ որ ինքը Հայաստանում է եղել եւ փորձել է ինչ-որ սթափ հարցադրումներ անել եւ իրեն շատ սուր քննադատել են, որ դու ազգային չես, հայ չես, հայրենասեր չես եւ այլն, նույնիսկ այսպեսի մի դեպք է հիշում, ասում է, ես ասացի, բայց տիկին, չէ որ ես գիտնական եմ եւ հայ եմ, ի պատասխան լսել եմ, որ դու ոչ գիտնական ես, ոչ էլ հայ ես։ Հիմա ինքը ասում է հետեւյալ, լավ, ես ասում եմ կոնստրուկտիվիզմի կողմնակից եմ։ Ես իհարկե հասկանում եմ, որ ազգը ի վերջո կոնստրուկցիա է, բայց ինչի եմ ես ինձ այդպես սրտնեղած ազգում տվյալ պայմաններում։ Ինչի իմ հայությունը նեղվում է։ Եվ նա մի շատ հետաքրքիր բացատրություն է տալիս։ Ասում է, այո, ինքնությունը կոնստրուկցիա է, բայց այդ կոնստրուկցիան, երբ որ մարդ ստեղծում է, այնքան ժամանակի ընթացքում արմատավորում է, որ նա արդեն դառնում է պրիմորդիալ։ Նա արդեն դառնում է արմատական, նա արդեն դառնում է անփոփոխ։ Այսինքն ես գիտեմ, որ ես դա ստեղծել եմ, բայց ստեղծելուց հետո արդեն դա դառել է իմը։ Դա արդեն դառել է իմ սեփականությունը։ Ես արդեն դա եմ։ Ես ինքս ինձ ուրեմն ասում եմ, ես սա եմ եւ ես պահանջում եմ, որ ինձ դուք ընդունեք որպես այսպիսին։ Սա ես գիտեմ ստեղծել եմ, բայց այլևս ստեղծվել է եւ վերջացել։ Ինքնության նոր կոնստրուկտը, որ փորձում են Հայաստանի իշխանությունները հրամցնել հայաստանցիներին, կկարողանան այդ հարցում ունենալ հաջողություն։ Հայաստանցիները դա ընդունում են այս ճգնաժամի պայմաններում որպես դրանից դուրս գալու հնարավորություն։ Դե տեսեք, ես կարծում եմ, որ ինքնության լուրջ կոնստրուկտ այստեղ պարզապես չկա, որովհետև ինքնության կոնստրուկտը հանգեցվում է, այս նոր մոտեցումը հանգեցվում է ինքնության բացակայությանը։ Այսինքն ուղղակի մերժում են նախորդը։ Փաստորեն այո, որովհետև ինչ է ասում, մարդիկ ծնվել են նրա համար, որպես ուղղակի ապրեն, իրենց համար ուրեմն այսպես աշխատեն, իրենց համար ապրեն, ուրեմն իրենց համար գումար վաստակեն, սա է գալիս։ Ես ունեցել եմ մի քանի բանավեճ, երբ որ ինձ ասել են, չէ, այդպես չէ, որ մենք ասում ենք, որ հոգևորն էլ այստեղ կա, մենք հոգևոր ուրեմն ինչ որ այսպես ասպեկտներներ ենք մտցնում, հարցը առաջանում, որն է այդ հոգևոր ասպեկտը, եւ վերջում ասում է, թե օրինակ հյուրասիրությունը։ Դե հիմա հյուրասիրությունն էլ է ուտել խմել, բայց իրար հետ։ Այսինքն, այստեղ չկա իրական ինչ որ մի կոնստրուկտ, որ ասես, թե սա կգա, նրա տեղը կգրավի։ Այստեղ ավելի շուտ ուրեմն հարցադրումը այսպեսին է, ձեզ այդ կոնստրուկտը պետք չէ։ Իսկ նախորդ կոնստրուկտը շատ իրացիոնալ չէր։ Տեսեք, այդ իրացիոնալությունը ներկա պայմաններում։ Տեսեք, երբ մենք այսպես հարցը ձևակերպեմ, վերադառնալով հիմքերի հիմքին ինչ որ առումով, որին դուք եք ենթադրում եմ մասնակցություն ունեցել, երբ ձևավորվում էր Հայաստանի սահմանադրությունը 95 թվական։ Այդ ժամանակ գրվում էր անկախության հռչակագիր, այսինքն դրանից առաջ եղել է անկախության հռչակագիրը, դրա հիման վրա հետո ձևավորվեց սահմանադրությունը եւ սահմանադրության պրեամբուլան, երբ մեր կարդում ենք, ինքը շատ եթերային է։ Այլ երկրների սահմանադրությունների պրեամբուլաները, որ կարդում են, շատ հստակ է։ Մենք ստեղծում ենք պետություն, կոնկրետ տվյալ երկրի քաղաքացիների բարօրությունն ապահովելու, պաշտպանությունն իրականացնելու եւ այլնի վերաբերյալ։ Հայաստանի սահմանադրության պրեամբուլան, որ ընթերցում ես, հայրենասեր նախնիների պատվերով դեպի սերունդներ, չգիտեմ, եւ այլն ներկան կորում է, կարծես այդ ընդհանրապես այդ կոնստրուկցիայի մեջ։ Ինքը այդ առումով նաև այս փորձերը անկախության հռչակագրի վերանայման, չվերանայման եւ այլն, այս համատեքստում եմ հարցը տալիս, շատ իրացիոնալ չէր այդ կոնստրուկտը։ Շատ լավ հարց եք տալիս եւ այստեղ ես կարծում եմ մենք գալիս ենք ամենակարևոր կետին, դա այն է, որ մենք չենք ուզում այդ բոլոր հարցերին մոտենալ պատմականորեն։ Եթե մենք մոտենում ենք պատմականորեն, ապա մենք տեսնում ենք հետեւյալը։ Ուրեմն կան հայեր, կա հայ ժողովուրդ, որը ծրված է ինչ որ այսպես տարբեր երկրներում, որը ապրել է սովետական Հայաստանում, եւ ահա ինքը խնդիր ունի վերաիմաստավորել այս ամենը, իմի բերել եւ իր առջեւ հարց տնել, թե ես հիմա ինչ եմ ուզում։ Այստեղ գալիս է մի ահռելի խնդրեմ, թե ինչպես համադրել այն պրակտիկ խնդիրները, որոնք որ դուք հիմա ունեք ձեր առջև եւ պետք է կոնկրետ պետություն կառուցեք, եւ այն բոլոր պատկերացումները ազգային խնդիրների վերաբերյալ, որոնք որ ընդհանրապես տարիներ եւ նույնիսկ դարեր շարունակ եղել են։ Եվ ահա մեր փորձը այդ ուրեմն սկզբից դեկլարացիան անելը, հետո սահմանադրությունը եղել է մի բավական դժվար եւ տանջալից փորձ համադրել այդ երկու բանը։ Այսինքն մի կողմից գտնել ինչ որ ելք
այն բաների համար, որ միշտ հայերս ինչ որ ձևով վերապրել ենք եւ համարել ենք մերը, մյուս կողմից էլ բերել համադրել շատ կոնկրետ խնդիրների հետ։ Սա այն բախումն է եղել եւ դա բախում է եղել, բայց այդ բախումի դրական այն էր, որ դա ոչ թե ծեծկրտոքի մեջ էր իրականանում, այլ դիսկուսիաների մեջ։ Ինչպես անել բանավեճերի միջոցով, ինչպես անել, որպեսզի մենք կարողանանք այնուամենայնիվ մեր խնդիրները կոնկրետ դնել եւ միևնույն ժամանակ նկատի ունենալ, որ մենք ունենք այդ պատկերացումներ։ Դուք մի մոռացեք, որ եթե մենք հիշենք այդ տարիներին, այնտեղ այդ ուրեմն հայոց համազգային շարժման ղեկավարությունը, որը իհարկե մտավորականներ էին մի կողմից, հակասության մեջ էր մտել նաեւ անցյալի սովետահայ մտավորականության հետ, որովհետեւ պատկերացումները հետեւյալն է, Ժորժ ջան, մենք այսքան ազգային երազանքներ ենք ունեցել։ Մենք անընդհատ մտածել ենք, որ մենք այսպիսի բաներ պիտի անենք, բայց սովետական իշխանությունը դա սահմանափակել է։ Հիմա մենք եկել ենք անկախության, բա հիմա էլ սահմանափակվենք։ Բայց խնդիրն է նա, որ կարծես ամեն մեկը կամ հասարակության տարբեր խմբեր քաղաքական որոշակի աֆիլիացիաներից նաև ելնելով, նպատակներից քաղաքական Սա Հայաստանի անկախության հռչակագրի մեջ, հետո նաև Սահմանադրության պրեամբուլայի մեջ, կարծես ներդրած լինեն այն, ինչ իրենք երազել են եւ ցանկացել են։ Բնականաբար, դրա համար այդ բոլոր ներդրումները որը այդքան էլ կարող է չհամընկնի տարածաշրջանին, այն իրավիճակին, որ մենք ապրում ենք, ընդհանրապես 30,000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետության վրա նման ծանրություն դնել։ Տեսեք, հիմա համենայն դեպս հետեւյալը կա։ Այնտեղ չկա պահանջատիրություն։ Դա սուտ է։ Այնտեղ չկա պահանջատիրություն։ Այնտեղ չի ասվում, որ հայերը ցանկանում են վերադարձնել իրենց կորուսյալ տարածքները։ Հիմա իղձերը, լավ, իղձերի մակարդակով էլ չգրվեր։ Հենց այդ է բանը։ Այսինքն դուք ոչ մի վտանգավոր թես այնտեղ չեք գրել։ Եթե մենք հիմա խոսքը գնում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի, ուրեմն եւ Հայաստանի ապագա միավորման հարցն է դրված, բայց կներեք, այդ ժամանակվա Լեռնային Ղարաբաղը իրողություն էր։ Այդ ժամանակվա Լեռնային Ղարաբաղը երազ չէր։ Խոսքը շատ պարզ իրողությունների մասին է։ Մենք խուսափել ենք այն ամեն ինչը այնտեղ արձանագրել, որոնք կարելի է դիտարկել որպես ուղեղային որմոք։ Այնտեղ չկա տարածքների վերադարձ, Արևմտյան Հայաստանի հետ միավորում, նման բաներ այնտեղ գրված չեն։ Այնտեղ շատ պարզ մի քանի աբստրակցիաներ են գրած, որոնք որ ոչ մեկի չեն խանգարում, եւ դրված են շատ կոնկրետ խնդիրներ։ Ավելին, ցեղասպանության հարցը Ցեղասպանության հարցը, եթե նկատել եք, նույնիսկ ուրեմն անկախության հռչակագրում երբեք գրված չի որպես պահանջ, որպեսզի ուրեմն տարածքներ վերադարձվեն, այնտեղ գրված է միջազգային ճանաչում, չէ՞, ասենք, այդպիսի բաներ է գրած։ Ցեղասպանության հարցն էլ շատ մեղմ է գրած, որպեսզի որևէ մեկի հետ խնդրեմ չառաջանա։ Դրանից հետո, այդ ցեղասպանության հարցը վերջացնեմ, կներեք, ընդհատում եմ, դրանից հետո, երբ որ գալիս է սահմանադրությունը, առաջանում է ահռելի վեճ։ Հիմա ցեղասպանության խնդիրը դնում ենք, թե չենք դնում։ Որովհետև եթե մենք ցեղասպանության խնդիրը դնում ենք, կարող է խնդիր ունենանք հարևանների հետ, ասենք Թուրքիայի հարաբերություններ պետք է պահել, եթե չենք դնում, բայց ո՞նց չդնենք։ Այստեղ գալիս են եւ ոչ թե կուսակցականները, գալիս են մարդիկ, որոնք ասենք անդամները Սահմանադրական հանձնաժողովի, փիլիսոփա, ասենք ռեկտոր համալսարանի գալիս ասում է, բայց ո՞նց է կարելի չդնել։ Եվ այստեղ այդ ամեն ինչը մենք լուծել ենք կոմպրոմիսների միջոցով։ Լավ, մենք այստեղ իրողությունների եւ ազգային ինքնության բախում է տեղի ունենում, կարելի ասել։ Ոչ թե բախում, այլ հակասություն, եւ այդ բոլոր հակասությունները մենք փորձել ենք լուծել կոմպրոմիսների միջոցով։ Լավ, օրինակի համար եկեք Սահմանադրության մեջ ցեղասպանության մասին չգրենք, բայց գրենք, որ ասենք այս բանը ուրեմն անկախության հռչակագիրը Սահմանադրության մասն է, այսպես փոխանցենք այդ խնդիրը այստեղից այնտեղ։ Այսինքն այդ խնդիրները կան։ Պրակտիկ լինելու եւ տեսական լինելու խնդիրները կան։ Տարբերությունը որն է այն մեր ժամանակվա եւ այսօրվա հետ, որովհետեւ այն ժամանակ մենք փորձել ենք այդտեղ գտնել կոմպրոմիսներ, լավ կամ վատ, բայց կոմպրոմիսներ, իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ ինչ որ մեզ պետք չի, փրթենք թափենք։ Տեսեք, պարոն Ոսկանյան, ես հիմա շատ կարճ կընթերցեմ 3 սահմանադրությունների պրեամբուլաներ եւ ձեզ հետ մտածենք դրանց մասին։ Այդ թվում Հայաստանի սահմանադրության պրեամբուլան դնելով դա համեմատության հետ նաեւ մեր հարևան երկրներից մեկի սահմանադրության նախաբանի հետ։ Սա իմ նախաձեռնությունը չի եղել սրա մասին մտածելը, սա եղել է իմ գործընկերներից եւ ընկերներից մեկի նախաձեռնությունը, որը բարձրացնել է մեր անձնական զրույցի ժամանակ այս խնդիրը եւ վերջերս նրանք ունեցան նաեւ մի քննարկում այս թեմայով Հոսկա Հայկ Մանասյանի մասին է եւ այսպես ԱՄՆ-ի սահմանադրության պրեամբուլան։ Մենք
Միացյալ Նահանգների ժողովուրդս ավելի կատարյալ միություն կազմելու, արդարություն հաստատելու, ներքին անդորրն ապահովելու, ընդհանուր պաշտպանություն կազմակերպելու հստակ է ինչ են ուզում։ Համընդհանուր բարօրություն նպաստելու եւ այլն համար հռչակում ենք պետություն, սահմանադրություն Միացյալ Նահանգների համար։ Վրաստան։ Մենք Վրաստանի քաղաքացիներս, որոնք անսասան կամք են հաստատել ժողովրդավարական հասարակարգ, տնտեսական ազատություն, սոցիալական եւ իրավական պետություն, ապահովել համընդհանուր ճանաչում գտած մարդու իրավունքները եւ ազատությունները, ամրապնդել պետական անկախությունը, ելի հստակ ինչ են ուզում, եւ հռչակում են սահմանադրություն, պետություն, Աստծո երկրի արչեւ հռչակում ենք սույն սահմանադրությունը։ Հայաստան։ Հայ ժողովուրդը հիմք ընդունելով հայ ժողովուրդը ոչ թե Հայաստանի ժողովուրդը, ոչ թե Հայաստանի քաղաքացիները, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացված ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը նվիրված հայրենիքի հզորացման եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը եւ այլն։ Անհստակությունը մեր պրեամբուլայում եւ հողեղենության, այսպես ասած, բացակայությունը բավական մեծ է։ Շատ պարզ է, ես նորից եմ ասում, բոլոր այդ հարցերին պետք է մոտենալ պատմականորեն։ Այսինքն պետք է հարց տալ, ինչ պատմական, ասենք թե իրավիճակում են ամերիկացիները ընդունել իրենց սահմանադրությունը, այնտեղ խնդիրը դրված է եղել ուրեմն փաստորեն Անգլիայից անկախանալու այդ process-ն է գնացել, բայց ոչ բոլորովին տարածքների կամ նման բաների խնդրեմ այդտեղ չի եղել։ Դրա համար իրենք խոսում են ավելի կատարյալ միություն ստեղծելու, որտեղ խնդիրը գնում է այդ միությունը ուրեմն այդ տարբեր հատվածների միջև ամրագրելու, իրենց խնդիրը դա է եղել։ Վրացիների խնդիրը նույնպես։ Վրացիները չէին կարող այդպես պետության մասին շատ երկար բարագրել, որտեղ իրենք այդ պետությունը փաստորեն համարամիշտ ունեցել են։ Այո, վերականգնման խնդիր է եղել, բայց պետականությունը փաստորեն շատ երկար տևել է, նման խնդիր չի եղել։ Չի եղել նաև տարածքային խնդիր։ Այսինքն յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմական իրողություններից է ելնում եւ այն հանգրվանից, որտեղ ինքը գտնվում է։ Հիմա տեսեք, մի ուրիշ հետաքրքիր բան էլ կա։ Այսօր ամսի 27-ն է։ Այո, վաղ 28-ն է, դրա մասին խոսելու ենք։ Շատ հետաքրքիր է, ինչի վաղ 28-ն է։ Առաջին հանրապետության հռչակման։ Այո, բայց տեսեք, ինչու այնպես ստացվեց, որ Վրաստանը եւ Ադրբեջանը երկուսն էլ դա համարում են իրենց հիմնական ազգային տոնը, չէ, ուրեմն հիմնական կենտրոնական տոնը դա է, իսկ Հայաստանը, չգիտես ինչու, այս տոնը նշելով հանդերձ, իր համար 1 պետական տոնը համարվում է սեպտեմբերի 21-ը։ Ինչու։ Հենց այն պատճառով, որ մենք գիտեինք, որ առաջին հանրապետությունը ծանրաբեռնված է եղել այն աստիճան բարդություններով եւ խնդիրներով, պայմանագրեր են, չլուծված հարցեր են, տարածքային խնդիրներ են, որ եթե դու ասում ես, որ դու անմիջականորեն հետնորդն ես այդ հանրապետության, ապա դու այնպիսի մի բեռ ես վերցնում քեզ վրա, որ հասկանալի չի թե դրա հետ ինչ ես անելու։ Այսինքն հենց ընդհակառակը, այստեղ մենք շատ էմպիրիկ ձևով ենք խնդրին մոտեցել։ Ես ասում եմ, որ ես արել եմ ուրեմն հանրաքվեն տվել է այս արդյունքը, սեպտեմբերի 21-ը հանրաքվեն է, որը Հայաստանի ժողովուրդը ասում է իմ երկիրը սա է։ Այսինքն մենք այդ բանը գիտակցել ենք։ Ես երբեմն ասում եմ այդ մասին նաև ուսանողներին, շատ մի ուրիշ հետաքրքիր բան էլ կա, որ մենք ի տարբերություն բոլոր այն մնացած մեր հարևան ժողովուրդների ոչ թե անմիջապես ասել ենք, թե այ ինչ լավ է սովետական միությունը գնաց, հիմա մենք վերադառնում ենք առաջին հանրապետություն, այլ մենք ասել ենք, որ առաջին հանրապետությունը մեծագույն բարդությունների մեջ է եղել։ Եկեք մտածենք ինչ են իրենք սխալ արել, որ մենք այդ սխալները չկրկնենք։ Դրա համար մեզ մոտ այդ քայլերը արվել են շատ պրակտիկ ձևով։ Եվ եթե դուք նկատել եք այն, որ ասենք թե շարժումը շատ ավելի ուշ է սկսել խոսել անկախության մասին, խնդիրը այն չի եղել, որ մենք անկախություն չէինք ուզում, այլ խնդիրն այն է եղել, որ մենք գիտեինք, որ այդ անկախության հարցը այնքան բարդ է հենց մեզ համար, մանավանդ ծանրաբեռնված նաև Արցախի հարցով, որ այդ բանին պետք է գնալ քայլ առ քայլ։ Մենք տրիվիալ իրավիճակներ ունենք, երբ պետական որոշակի հիմնարկներ, կազմակերպություններ եւ կառույցներ երբ նշում են իրենց կոնկրետ կառույցի, այսպես տարելիցը, իրենք ավելի մեծ են, քան Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Օրինակ կան կառույցներ, որ ասում են իրենք չգիտեմ 90 տարեկան են, 100 տարեկան են, հիմք ընդունելով նա, որ իրենք ձևավորվել են դեռևս առաջին հանրապետության ժամանակ, եւ այստեղ դիսոնանս է առաջանում, ինչպես կարող է պետություն լինել 30 տարեկան, իսկ իր կառույցներից մեկը ավելի մեծ։ Չէ, ես չեմ կարծում այդտեղ խնդրեմ կա։ Հիմա ենթադրենք այսօր Ֆրանսիան 5-րդ հանրապետությունն է, չէ։ Ես գիտեի, որ այդ նշանակում է 4-րդ հանրապետությունում գործողը կառույցը չի գործել 5-րդ։ Կառույցները գործում են։ Հիմա մենք գիտենք, որ ասենք ներքին գործոս նախարարության շենքի առաջ դրված է Արամ Մանուկյանի նկարը, դե հիմա բան պատկերը, դե հիմա իրենք եթե այդպես են համարում, թող համարեն։ Այդտեղ խնդրեմ չեմ տեսնում։
Հասկանալի է, ձեր ելույթում խոսում եք բոնապարտիզմի, նեոբոնապարտիզմի մասին, հայկական մոդելի մասին կամ դրա, ինչ է դա, մի փոքր կմանրամասնեք։ Այո, դե այդ խնդրի մասին ես վաղուց եմ խոսում։ Առաջին անգամ ես դրա մասին խոսեցի 21 թվականին անմիջապես երկրորդ ընտրություններից հետո։ Ուրեմն բոնապարտիզմը հետևյալ բանն է, դա Մարքսի տերմին էր այն ժամանակ ընդունված, հիմա բոլորն են դրա մասին խոսում։ Նա ասում է հետևյալն է եղել։ Ուրեմն Ֆրանսիայում գոյացել է մի մեծ խավ, մի մեծ շերտ, այսպես կոչված պարտիալ գյուղացիները, որը Նապոլեոն մեծն է դեռևս ստեղծել, փոքրիկ հողակտորներ են ունեցել, հետո աղքատացել են, լումպենացվել են եւ դարել են մի այսպես շատ այսպես ամորֆ զանգված, ատոմացված զանգված, որը ի վիճակի չի ինքն իր համար հարցադրումներ անել։ Եվ ահա կարծես թե պետք է լինում մեկը, որը գալիս է եւ ասում է ես եմ ձեր ներկայացուցիչը։ Եվ այդ մարդիկ տեսնում են այդ մարդու մեջ իր ներկայացուցիչին։ Այսինքն գալիս է Լուի Բոնապարտը եւ Լուի Բոնապարտը զարմանալիորեն այսպես տեր է կանգնում այդ գյուղացիներին։ Դա մի մեծ ահռելի զանգված է։ Եվ ահա դուրս է գալիս, որ դուք ստանում եք, այսպես ասած, բավական ավտորիտար իշխանություն, եւ գործադիր իշխանությունը հենվելով այդ զանգվածի վրա կարողանում է ուրեմն իշխանություն հաստատել մնացած ամբողջ հասարակության վրա։ Սա այն է, ինչ որ ասել է ուրեմն բանը Մարքսը։ Բայց Մարքսից հետո այդ տերմինը բավական տարածված է։ Հիմա խոսում են եւ Տրամպի բոնապարտիզմի մասին, եւ Պուտինի բոնապարտիզմի մասին, եւ Մակրոնի բոնապարտիզմի մասին։ Լիդերներ, որոնք խոսում են ճնշվածների անունից։ Լիդերներ, որոնք խոսում են մեծ զանգվածների անունից, այսինքն ոչ թե կոնկրետ ինչ որ այսպես դասակարգերի, սոցիալական խմբերի մեծ ճնշված զանգվածների անունից են խոսում։ Ահա ինձ թվում է, որ այդ բանը մեզ մոտ տեղի ունեցել, բայց այստեղ մի ճշգրտում կա։ Նույնիսկ այդ վերջի ելույթի հետ կապված ես ուզում եմ մի ճշգրտում անել, էլի։ Երբ որ մենք ասում ենք, որ այսօրվա ուրեմն իշխանությունները հենվում են այդ զանգվածի վրա, որտեղ այդ զանգվածը եղել է։ Այդ զանգվածը ճնշված է եղել, մենք գիտենք հիմա ինչ էլ ասեն այսօրվա ուրեմն անդիմախոսները, հասկանալի է, որ մի ահռելի զանգված է եղել, որը շատ վատ է ապրել, որը դուրս է մղված եղել հանրային ասպարեզից, ահա այդ զանգվածը այո, այսօր իր ներկայացուցիչին տեսնում է, ուրեմն այսօրվա իշխանությունների մեջ, բայց հեղափոխությունը ի վերջո այդ զանգվածը չի արել, չէ։ Այդ որ փողոցներ էին փակում, այդ որ քայլում էին, այդ խեղճուկրակները չէին, չէ։ Հետո միացան իրենք։ Իրենք եւ դա բերեց հեղափոխության։ Եթե կուզեք, իրենք միացան ընտրություններում։ 18 ընտրություններում։ Այո, առաջին ընտրություններում արդեն միացան։ Ովքեր էին այդ մարդիկ։ Այդ մարդիկ ուրեմն այդ երիտասարդական փաստորեն շարժումներն էին, չէ, որ իրենք գնում են։ Ուրիշ բան է, թե իրենք կարող էին արդյոք շրջել, թե չէ այդ հասարակությունը, բայց իրենք էին շարժվողները։ Ինձ համար դա շատ հետաքրքիր թեմա է, որովհետև մեր հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը մի քանի տարի առաջ ձեռնամուխ եղավ մի ըստ իս շատ հետաքրքիր խնդրի։ Ուրեմն մենք փորձեցինք հասկանալ ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2008-ից մինչև 2018 թվերը։ Որտեղ 2008-ի մարտի 1-ից հետո փաստորեն քաղաքական կյանքը Հայաստանում սառեցվել է եւ վերականգնվել է 2018-ին։ Ինչ է եղել այդ 10 տարվա ընթացքում, եղել են այդ քաղաքացիական ակտիվիստական շարժումները։ Մաշտոցի պուրակ, ես չգիտեմ, էլեկտրիկ Երևան, Թեղուտ, ինչ ասես եղել է, բայց այդ բոլորը եղել են որոնց իրանք իրենց հիմքում ունեին քաղաքական ենթատեքստը։ Բայց իրենք հրաժարվում էին ամեն կերպ քաղաքական ենթատեքստից։ Այո, ասում են սոցիալական շարժում է, սա սոցիալական խնդիր է լուծում, բայց հիմքում քաղաքականն էր։ Բայց հիմա հարցը առաջանում ովքեր էին դրանք։ Հիմա երբ որ ես դա նայում եմ, ուրեմն երբ որ մենք հետազոտեցինք այդ բոլոր փաստաթղթերը հավաքեցին, կան մեր կայքի վրա դրված են շատ բաներ, կարելի է մտնել նայել, ուրեմն մենք տեսանք, որ այդ մարդիկ ոչ միայն այդ հետաքրությունները ունեն, այլև իրենք մի նոր սերունդ են, որը կարծես թե ուզում է պոկվել նաև ավանդական իրենց ընտանիքներից։ Շատերը դրանցից ունեցել են հակասություններ հենց իրենց ընտանիքների հետ, ծնողների հետ, բանի հետ, այսինքն այդ շարժումը գնանք դուրս ապրենք ինքնուրույն կյանքով, ինքը վերարտադրում է այն միտումը, որը Եվրոպան անցել է 60-ական թվականներին։ Հիպիների, պանկերի եւ այլ, մենք դուրս ենք գալիս, մենք ուրիշ ենք, ձեր հերն էլ անիծած։ Այդ շարժումն է եղել։ Եվ այդ շարժումը այստեղ իհարկե դեր խաղացել է։ Բայց այստեղ մենք ունենք նաև այն դժբախտությունը, որ այդ շարժումը ունենալով գուցե շատ ազնիվ պատկերացումներ, ունեցել է շատ պարզունակ պատկերացումներ։ Մի քանի պրիմիտիվ բաներ, հա, հիմա գալիս են ինձ ասում են, բա գիտես, այսպես լոզունգներ կան, չէ, որ մի արա պատերազմ, արա խաղացում, մեկ լավ նոր, չէ։ Ասում եմ, հոգուտ մտավ, դու որտեղ ես, որ ես այդ գիտեի, բայց այդ դրանից բացի ուրիշ բաներ էլ գիտեմ։ Եվ այդ մարդիկ գալիս են այդ պարզոնակ պատկերացումներով, մարդը Լենոնը լսե, Imagine-ը լսե, չէ։ Հիմա ասում է, ես սրա ջատագովն եմ, բայց իրական կյանքը այդպեսին չի։ Եվ ահա գալիս են շատ հետաքրքիր ձևով երկու այդ կողմը, մի կողմից այդ զբնված
զանգվածը, մյուս կողմից էլ ահա այդ ուրեմն ջահելական արվեստագետների խմբերը, որոնք այսպես ոգևորված իրենց թեմաներն էնտուզիաստներ այսպես ասած։ Գիտեք, այդ երկուսին գիտեք ինչն է միավորում։ Մարքսը մի շատ հետաքրքիր տերմին է այստեղ օգտագործում, կզարմանաք, տերմինը ձեզ հայտնի է, բայց զարմանալին օգտագործում է, նա ասում է, որ դա բոհեմ է։ Բոհեմ ասելով Մարքսը նկատի ունի անարմատ մարդկանց, որոնք արմատավորված չեն։ Ուրեմն արվեստագետն էլ է բոհեմ։ Այդ ջահելական շարժումներն էլ են բոհեմ եւ ըստ Մարքսի լումպեն պրոլետարիատն էլ է բոհեմ։ Այսինքն իրենք կպած չեն երկրին։ Կպած չեն երկրին չասենք բնակավայրին, իրականությանը, գործին, աշխատանքին, այսօր է սրճարանում են օրենքը բոհեմը, ահա այդ շարժական զանգվածն է։ Եվ այդ շարժական զանգվածի մեջ կա հեղափոխական մի հատ այսպես հետաքրքիր լիցք։ Մոբիլ են։ Մոբիլ են, այո, մոբիլ են։ Իմիջիալոց վերջերս մի քանի տարի առաջ մի շատ հետաքրքիր գիրք հրատարակվեց մեր նախկին հեղափոխականների մասին անգլերենով, որը կոչվում է ուրեմն թափառական հեղափոխականները։ Որտեղ դու մի ասա մեր հեղափոխականները, այդ ուրեմն եւ դաշնակցությունը եւ մնացած բոլոր կուսակցությունները մասնակցել են 3 հեղափոխությունների՝ ռուսական, թուրքական եւ պարսկական։ Մոբիլ էին։ Լենինն էլ էր մոբիլ։ Այո, հիմա տեսեք մի ուրիշ բան էլ ես ձեզ ասեմ, որը ինձ համար շատ հետաքրքիր է, ուզում եմ դրանով զբաղվեմ, բայց դեռ չեմ հասցրել։ Ես հանկարծ մի քանի տարի առաջ ուշադրություն դարձրեցի Ռաֆին ինչպես է այդ ուրեմն այդ հեղափոխական շարժը ցույց տալի։ Նա սկզբից տալիս է ուրեմն Խաչագողի հիշատակարանը։ Խաչագողը մոբիլ է, չէ՞։ Ավազակ է, խաբեբայ է, դեսեդեն է, բայց շատ մոբիլ է։ Հիմա այդ Խաչագողները կայծերում դառնում են հեղափոխականներ։ Կայծեր վեպում, որ արդեն հեղափոխականների մասին է, իրենք շատերը դառնում են հեղափոխականներ։ Այսինքն ելի նորից այդ մոբիլ շարժական զանգվածը դառնում է հեղափոխական։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, լավ են անում, որ դառնում են, բայց երբ որ այդ հեղափոխական զանգվածը գալիս է ուրեմն իշխանության, որքանով է նա պատկերացնում իրական կյանքի դժվարությունները։ Այս հաջող չի պատկերացնում։ Երկու տերմին, որոնց մասին դուք խոսել եք եւ ցանկանում եմ շատ կարճ ամփոփենք նաեւ դրանցով մեր հարցազրույցը, հայտնի հայտարարությունը կամ հայտնի խոսքը, արդեն թեւավոր խոսքի վերածված կարելի ասել, Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքը։ Հայաստանի օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը, որը ամփոփված է, եթե չեմ սխալվում, նաեւ իրական Հայաստանի կոնցեպտի մեջ։ Ինչ եք հասկանում դուք այս հայտարարության տակ։ Դե գիտեք, այստեղ կարելի է ասենք թե շատ հեռու գնալ, բայց կարելի է այդքան հեռու չգնալ։ Եթե մենք հեռու ենք գնում, ես դրա մասին խոսել եմ եւ բավական ասել եմ, դա շատ վտանգավոր է դառնում։ Ինչու է վտանգավոր դառնում, որովհետեւ եթե ես ասում եմ, որ ժողովուրդը իմ ընտանիքն է, ապա դա նշանակում է, որ ես հավակնություն ունեմ, ուրեմն հասարակությունը կառուցել ուրեմն ընտանիքի մոդելով։ Բայց կներեք, ընտանիքի մոդելով հասարակությունը կառուցելով, ուզեք թե չուզեք, դուք տալիս եք տոտալիտար բուրգ։ Ընտանիքի մոդելով Հայաստանում իր ժամանակին հասարակությունը կառուցված է եղել շատ նորմալ ձևով, օրինակ դա եղել են նախարարական տները։ Նախարարական տները ի վերջո ընտանիքի մոդելով են եղել։ Բայց դա արդեն անցած էտապ է։ Այսօր եթե մենք հավակնություն ունենանք ընտանիքի մոդելով հասարակություն կառուցել, ուզես թե չուզես պետք է գնանք տոտալիտարի, որովհետև դա նշանակում է, որ վերևը կա, ասենք, հայրը կամ ղեկավարը, եւ նա այսպես հայրաբար տիրություն է անում իր ընտանիքին։ Դա բացարձակ անընդունելի մոդել է։ Եթե մենք այդքան հեռու չգնանք, ապա կարելի ասել, որ դա պարզապես խոսք է, որը իբր փորձում է ցույց տալ բոլորի հարազատությունը, բոլորի այսպես միասնությունը, եւ դրա մեջ մի շատ վտանգավոր բան կա, որովհետեւ եթե մենք խոսում ենք ընտանիքը նույնացնում ենք պետության հետ, իսկ որպես կանոն ընտանիքը նույնացվում է պետության հետ, կա ղեկավար, կա պետություն եւ կա ընտանիք, վերանում է հասարակություն։ Հասարակություն չկա։ Եվ պատահական չի, երբ որ ասենք ես խոսում եմ այսօրվա ուրեմն քաղաքական պայմանագրի ներկայացուցիչների հետ, ասում եմ, բայց չէ որ կան տարբեր սոցիալական խմբեր, տարբեր շահեր, մարդիկ ասում են մեզ համար դա կարևոր չի։ Եվ եւս մի բանի մասին, որ դուք ձեր ելույթում խոսում եք դենացիֆիկացիայի մասին Հայաստանում։ Մի քիչ խիստ չի ասված այդ բառը դենացիֆիկացիա, այսինքն նացիզմ է եղել եւ հիմա դենացիֆիկացիա իրականացվում Հայաստանում։ Ես ոչ թե միանգամից դրանից գնում է հղում Պուտինի հայտնի հայտարարության մասին, դենացիֆիկացիայի մասին Ուկրաինայի համատեքստում եւ դրանից առաջ նաեւ Գերմանիա եւ այլը, հա։ Ինչի նկատի ունեք ասելով դենացիֆիկացիա։ Ես նկատի չունեմ, որ եղել է նացիզմ։ Ես նկատի ունեմ, որ ազգային ինքնության հետ կապված շատ այսպես հիմնարար պահեր այնպիսի վճռականությամբ եւ դաժանությամբ են փորձում ջնջել, որ դա նման է դենացիֆիկացիայի։ Ես չեմ ասում, որ եղել է նացիզմ,
բայց այն հետևողականությունը, որը որ ուզում են այդ ամեն ինչը մեջտեղից հանել, դառնում է դենացիֆիկացիա։ Սա է ասածը իմ ասածը եղել։ Եվ ավելին ես ձեզ ասեմ, եթե խոսում ենք իրականի եւ պատմականի մասին, չէ՞։ Տեսեք, իսկ ով ասեց, որ ասենք թե եթե մենք ուրիշ բաներից վերանանք, Արագածը ավելի իրական է, քան թե Մասիսը։ Չէ՞ որ ես Արագածին չեմ տեսնում։ Որպես ես պատկերացում ունենամ Արագածը ինչ տեսք ունի, գիտեմ քառագլուխ է եւ այլն, պետք է գնամ, ասենք, գիրք բացեմ, նկարը նայեմ, կամ ենթադրեմ, կամ ասենք թե Հովհաննես Թումանյանից հիշեմ, որ այնտեղ Գրիգոր Լուսավորիչի արցունքները այրվում են, չէ՞, վերևը։ Այդ բոլորը շատ ավելի վերացական է։ Մասիսը ամեն օր աչքիս առաջն է։ Հիմա այս բացատրում եմ, որ Մասիսը իրական չի, Արագածը իրական է, ինչպես։ Այստեղ հասկանում եք այդ իրականի եւ հոգեվորի այդ տարօրինակ տարանջատում է տեղի ունենում, որտեղ հոգեվորը ինքնին իրական է։ Հոգեվորը չի կարող իրական չլինել։ Մի բանին ասել, որ դա իրական չի, որովհետեւ հոգեվոր է, շատ տարօրինակ է։ Այդ դեպքում իսկապես մենակ մնում է ուտել խմել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Civility տաղավարում ես զրուցեցի Աշոտ Ոսկանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։